շարունակ, այսօր մենք հավաքվել ենք շատ գեղեցիկ, շատ խորհրդանշական մի առիթով, որը մեր հանրապետության կյանքի, հոգևոր մշակութային կյանքի մեջ մեզ բոլորիս համար ինձ թվում է առանձնահատուկ նշանակություն ունի։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծումից ի վեր իրեն է ձգում մեր սփյուռքի հայրենակիցներին, մշակույթի գործիչներին, արվեստագետներին, որոնք իրենց կարողությունները, իրենց ուրումնորանդը պատրաստ են իսկված դնել իրենց նորաստեղծ պետության սորացմանը, զարգացմանը։ Այսօր մենք այդ միտումի շատ գեղեցիկ, շատ խոսուն, շատ խորհրդանշական մի փաստի ականատեսներն ենք լինելու։ Փաստորեն Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում իր գոյության կարճատև ժամանակամիջոցի ընթացքում մենք նոր մշակութային մի կենտրոն ենք հիմնադրում կամ դրա հիմնադրման քարերն ենք դնում, անկյունաքարերն ենք դնում։ Տեղի ունեցել շատ գեղեցիկ մի փաստ, շատ գեղեցիկ մի իրողություն։ Մեր հայրենակիցը Մարկոս Գրիգորյանը, արվեստագետի, հայի, քաղաքացու, մի շատ ակտիվ, շատ գեղեցիկ կյանքի ընթացքում իրեն նվիրել է մի շատ պրոֆեսիոնալ հրապարակի տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ իր տեսակի մեջ եզակի, շատ ունիկալ, շատ ինքնատիպ հավաքածու է հիմնադրել, որը և իմ ու Մարկոսի զրույցներից և իր բարեկամների, իր ընկերների խոսակցություններից ես գիտեմ, որ իր կյանքի, իր գործունեության հիմնական կենտրոններից է եղել, իր ամբողջ սերն է այդտեղ ներդրվել, իր ամբողջ եռանդը և վերջապես իր ամբողջ կարողությունները։ Մի տարի առաջ, եթե չեմ սխալվում, Մարկոս Գրիգորյանի հետ մենք նախարարությունում խոսել ենք իր բաղձալի ցանկությունը իրականացնելու մասին, այն է իր հավաքածուն Հայաստանի Հանրապետությունում արժանապատել կերպով ընդունելու և տեղավորելու խնդրի մասին։ Պետք է ասեմ, որ մեր մշակութային կյանքի համար, ինչպես նաև մեր ամբողջ ժողովրդի, մեր հանրապետության համար բավականին դժվար այս ժամանակամիջոցում, բավականին դժվար խնդիր էր, խոսքը քանակով նաև հսկայական, հսկայածավալ մի հավաքածու ընդունելու, տեղավորելու, գիտականորեն դասելու, ստորաբաժանելու և ցուցադրելու մասին էր։ Բայց և մեր գործընկերները և առաջին հերթին Մարկոս Գրիգորյանը իր ցանկությունը, նվիրական ցանկությունը այս դեպքում կատարելու համար բոլոր հնարավորությունները կարծեմ, հնարավոր բոլոր հնարավորությունները գտանք, բոլոր հնարավորությունները ձեռք բերվեցին և գրականության և արվեստի հյուրընկալ այս օջախում, այս հոգևոր կենտրոնում մենք կարողացանք հանգրվան տալ մեր հայրենակցի, մեր սքանչելի հայրենակցի կրկնում եմ եզակի հավաքածուի, որը կարծում եմ հիմա դիտումից հետո բոլորին վերջան կպատճառի։ Հավաքածուն մասնագետների կարծիքով, մեր բոլորի կարծիքով անգնահատելի է։ Դա եզակի ինքնատիպ իր տեսակի մեջ շատ հետաքրքիր հավաքածու է, որը երկու առաքելություն կարող է կատարել մեր հանրապետության մշակութային կյանքում։ Նախ և առաջ հարստացնել մեր թանգարանային կարողությունները, մեր թանգարանային հզորությունները անուրանալիորեն հարստացնել և երկրորդ մեզ պատմական, հնագիտական, ազգագրական և ռեգիոնալ ուսումնասիրությունների համար հսկայածավալ նյութ կարող է հանդիսանալ զանազան ուսումնասիրությունների, զանազան գիտական ճշգրտումների համար։ Հավաքածուի հիմնական կենտրոնը, հիմնական օրիզը պարսկական ժողովրդական արվեստն է, սրա շուրջ
հավաքված են արևելյան երկրների և ազգագրական, և գորգագործական, և կիրառական արվեստի զանազան նմուշներ, չինական, հնդկական, միաժամանակ իր մեջ ընդգրկում է եվրոպական և ռուսական շերտեր, շատ հետաքրքիր եվրոպական և մշակույթի և նույնիսկ արդյունաբերության զարգացման մասին պատկերացումներ կազմող բլոկների մենք կհանդիպենք այստեղ, որոնք ես կարծում եմ, որ մեր տարածքաշրջանում եզակի հարթություն են կազմում։ Ինձ մնում է մեր բոլորի անունից խորին երախտագիտություն հայտնել մեր հայրենակցին Մարկոս Գրիգորյանին, որը իր կյանքի նպատակը հանդիսացող այս հավաքածուի վերջնական հանգրվանը բնականաբար, ասում եմ բնականաբար ելնելով իր մարդկային, հավատացիական, արվեստագետի կերպարից, հանգրվանը բնականաբար միակ և միակ հանգրվանը համարեց իր հայրենիքը, իր մայր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը կոչվի Միջին Արևելքի թանգարան։ Փաստորեն սա առանձին թանգարան է լինելու, նոր թանգարանի հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում։ Առայժմ շենքային այս պայմաններում մենք հնարավորությունների սահմաններում կարծում եմ կարճ ժամկետում ես երեք արդեն քաղաքային իշխանությունների ղեկավարության հետ գործնական խոսակցություններ եմ ունեցել, կկարողանանք առանձին շենք ձեռք բերել, առանձին շենք ունենալ այս հավաքածուի համար, որի հիման վրա հավաքածուն թանգարանը կընդլայնվի, նորանոր նմուշներով կհամալրվի, նաև Մարկոս Գրիգորյանի այդ ուղղությամբ ծրագրերը մենք գիտենք, նաև գիտենք, որ աշխատանքը իր հավաքածուն Հայաստանին նվիրելով չի ավարտվելու, չի սահմանափակվելու, փաստորեն կրկնում եմ Հայաստանում շատ հետաքրքիր, շատ ինքնատիպ, շատ յուրօրինակ մի թանգարանի հիմք է դրվում։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Մարկոս Գրիգորյանին, ցանկանում եմ իր հավաքածուին Հայաստանում վերջնական և կատարյալ հանգրվան, Մարկոս Գրիգորյանին իր մայր հայրենիքում նույնպես հուսալի ապաստան, հուսալի հանգրվան սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հայրենակցի ջանքերով, մեր հայրենակցի կամեցողությամբ, մեր հայրենակցի նախաձեռնությամբ այսօր մեր մշակութային կյանքը հարստացած է մի շատ սքանչելի նոր էջով։ Խորին շնորհակալություն։ Թանգարանի տնօրեն Հենրիկ Վարդանյանը։ Լետարգո փոխնախագահ, լետարգո սիրել։ Այսօր մենք գործ ունենք մի արտասովոր մարդու հետ և նույնքան արտասովոր մի երևույթի։ Արտասովոր է Մարկոս Գրիգորյանը ոչ այնքան իր հայի ճակատագրով, այս բաղձաբար բազմահազար հայեր կան, որոնք այսօր դեգերում են երկրից երկիր, երկրից մի քաղաքից մյուսը, ինչպես որ տվյալ դեպքում Մարկոս Գրիգորյանի պարագայի դեպքում եղել է Ռուսաստան, այնուհետև Պարսկաստան, այնուհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հույս ունենք վերջում Հայաստան իհարկե։ Արտասովոր Մարկոս Գրիգորյանի մեջ նրա օժտվածությունն է, նրա բազմակողմանի հակումները, նրա անսովոր մարդ լինելը և նրա այս արվեստագետի և հավաքողի և ստեղծագործողի մտահորիզոնի և գործունեության լայնությունը։ Իսկ Մարկոս Գրիգորյանը, եթե նրա կենսագրությանը թամոթ են այստեղ ոմանք, գիտեն, որ նա եղել է նաև մարմնամարտի, որոնք ոչ վերջիններից Պարսկաստանում, նա եղել է կինոդերասան և դերասան նախասարակ թարգմանում և կինոյում, նա եղել է գորգագործ, նա եղել է նկարիչ, հողանկարչության փայլուն ներկայացուցիչներից մեկը, և ես գիտեմ նաև, դա երևի նրա փոքր գաղտնիքներից մեկն է, որ նա նաև եղել է բանաստեղծ, գրել է պարսկերեն, ես ուզում եմ նրա մի հաճելի անհատական մատուցել, արդեն նրա գրած մի բանաստեղծությունը, արդեն թարգմանված իր մայրենի լեզվով, այստեղ պոետներ կան, կարծում եմ նրանք կգնա արդեն բարձր, եթե տեսնեմ, որ մենք գործ ունենք բարձր մարդու հետ, իսկապես բանաստեղծական ներքին լեզվովի։ Սա է իմ ջիջը սոսկումի և սարսափի, մի գործյան հանգույց իմ եսի անդունդում անդունության, որով կայացած չեն և ձերք բերելով անսահման խաղաղություն, ես գտել եմ անտեսանելի մի առահետ, հոգուս փոթորկոտ անդունքներից, դեպի հաստատուն աշխարհ,
դա մի քիչ է ձգված դարպասից այն հոգնած, բայց անձիչում ճիչը մարդու, որ արգանդում է հնագույն ժամանակների, դա տենչ է սրտում մարդկության, որ դուրս գալու ելք է գտել, իսկ եթե ելքը նեղ է, մութ է և բավիղաձև, ապա ես չունեմ ուրիշ ոչինչ։ Հրաշալի բանաստեղծություն է և սա իսկապես ճիչ է Մարկոս Գրիգորյանի գործունեությունը և այս վերջին արարքը, որը ես նույնպես համարեցի արտասովոր արարք, այս համատարած հայրենիքից հոգևոր արժեքների դուրս բերման այս տխուր ժամանակներում կատարվում է մի հակառակ փաստ, մի շատ ուրախալիքած, որ կարծում եմ, որ բարակիչ նշանակի համար ներվում են մեծ արժեքներ, մեծ մշակութային այդքում նաև ազգային արժեքներ, կտեսնեք այնտեղ նոր ջուղայի գործեր, կտեսնեք հայկական ձեռքի և մտքի այլ բարձր դրսևորումներ, այնպես որ իսկապես արտասովոր մարդ, իսկապես արտասովոր երևույթ։ Հիմա ես որպես այս թանգարանի, այս օջախի տնօրեն շատ ինձ երջանիկ և ուրախ եմ զգում, որ Մարկոս Գրիգորյանի այս հազվագյուտ հավաքածուն հենց գտնվում է մեր թանգարանի սրահներից ներսում, բայց իհարկե ցանկություն եմ հայտնում, որ դա երկար չտևի, որովհետև ի վերջո ձեզ պետք է, պարոն Մարկոս, իսկապես լավ շենք, իսկապես թանգարանային իր հարմարություններով շենք, որտեղ դուք կարողանաք ոչ թե 1/3 ներկայացնել ձեր թանգարանի, այլ ամբողջությամբ, իսկ ամբողջը մինչև յուրաքանչյուր գամը, որ ներկայացում են, արժեք է ներկայացում իրենց արժեք է ներկայացում։ Ուստի ես ցանկանում եմ, որ ձեր թանգարանը և շենքով և իր ամեն ինչով կայանա, և մենք այսպիսի հանդիսությամբ նշենք նաև ձեր թանգարանի բացումը ըստ ամենայնի։ Իսկ մինչ այդ պարոն Մովսեսը ասեց մի քիչ երևի ավելի համեստորեն ասեց, քան պետք է, նախարարության դերը ես ուզում եմ այստեղ շեշտել, ոչ թե հավուր պատշաճի, այլ իրոք, որովհետև ոչ մեկի գաղտնիք չի և լույսի և ամեն ինչի դժվարությունները, մենք այս կարճ ժամանակամիջոցում, իսկապես դա կարճ ժամանակամիջոց էր այս աշխատանքի համար, կարողացանք ամեն ինչ անել նախարարության, անմիջական ղեկավարության, նյութական, բարոյական և ամեն կարգի օգնությամբ, որպեսզի այս ցուցադրությունը և այս թանգարանը կայանա, ուստի ես ուզում եմ ես առաջում իմ և մեր կոլեկտիվի անունից և թույլ տվի մեր մտավորականության անունից իմ շնորհակալության խոսքը ասել և պարոն Մարկոս Գրիգորյանին որպես նվիրատվի և մշակույթի նախարարության իդեպս պարոն Մովսեսի և ես ուզեմ, որ վաղնել իդեպս ձեզ պարոն Հարությունյան կամ իդեպս նախագահի շնորհակալությունը հայտնենք նաև մեր կառավարությանը, որ տրվի իսկապես այդ շենքը և այդ թանգարանը, որ մեր ժողովրդի բազմահարուստ կենսագրությունը այսօրն ու վաղը կարող է լրացնել, իսկապես կայանա։ Ես շնորհակալություն եմ հայտնում։ Ձարգող օգնական, սիրելի ժողովուրդ, հարգելի հյուրեր, իրոք այսօր շատ հետաքրքիր մի օր է։ Մեր ժողովուրդը սիրում է բարեգործություն անել, և դա ամեն օր մենք արդեն տեսնում ենք, լսում ենք և շատ շնորհակալ ենք մեր հայրենակիցներից, որոնք ապրում են հայրենիքից դուրս։ Սակայն այս ինչ որ արեց Մարկոն, դա սովորական նվիրատվություն չէ։ Ինչու այդպես չէ, որովհետև Մարկոսը այն ինչ որ հավաքել է շուրջ 50 տարի, և սա եղել է իր ամբողջ կյանքը, իր էությունը, ապրել է այդ հավաքածուի մեջ, սիրել է այդ հավաքածուն, ուսումնասիրել է, իր սրտի մի հատորն է դա։ Նա այսօր իր սրտից է պոկել և նվիրաբերել հայրենիքին։ Սա ես համարում եմ մեծագույն շատ մեծ փաստ է սա։ Մարկոսը ոչ միայն հավաքածու, հավաքող մի սովորական մարդ է։ Մարկոսը տաղանդավոր ստեղծագործող նկարիչ է։ Նա շատ հայտնի նկարիչ է։ Միայն տաղանդավոր մարդը կարող է այդպիսի ընդունություններ անել։ Այդպես գուրգուրել, հիանալ մարդու ձեռքի աշխատանքով։ Միայն տաղանդավոր մարդը կարող է հասկանալ, այդ երբեմն մենք
մեր շրջապատում տեսնում ենք, ինչ-որ ժանգոտած մի երեկած շատ հծու չեն դասում տաղանդավոր մարդ և աչքը կարող էր ջոկել տեսնել դրա մեջ իսկական արվեստի նմուշը և այսպես քայլ հավաքելով ստեղծել մի հրաշալի թանգարան։ Մարկոս իր ամբողջ կյանքում իբրև արվեստագետ ձգտել է լինել միայն նորարար, անընդհատ նորարար և միշտ մինչև հիմա էլ այսօր էլ ու շումիտը նորարար լինել է արվեստի մեջ, բայց հավաքածուում ձգտել է ամենա տրադիցիոն հնությունների մեջ լինել, հինը հավաքել, այս կոնտրաստ էլ հասկանալի, նա հնի մեջ տեսել է այն նորարարությունները, որ մարդիկ ստեղծել։ Մարկոսը այսօր մեր ժողովրդին մի հոգեհարազատ նվիրաբերում արեց, արհեստացնում է մեր մշակույթը, մեզ բոլորիս և մեր հանրապետությանը։ Ինքը լինելով չափազանց բարի մարդ, չափազանց նվիրյալ մի մարդ, չապրելով Հայաստանում, վերջի մի քանի տարին է, որ նա արդեն տեսավ, հասկացավ Հայաստանը և այդ ամբողջ հավաքածուն, որին գիտեք ինչ, մարդը հավաքածուն անում է, որպեսզի ասի այս բաներն ունեն։ Մարդը որ դա հավաքում, որտեղ սիրում է, սերն է դա, չի կարող դրանից բաժանվել։ Եվ այսօր նա բաժանվում է անոր հայրենիքի սիրով, որը ավելի մեծ է։ Ես չգիտեմ ինչ խոսքերով Մարկոսին շնորհակալություն հայտնել այդ կարգի մեծարարության համար։ Մարկոս ջան, դու հավերժացրեցիր և քո անունը, և այդ թանգարանը, և մեր ժողովրդին ինչ-որ մի լավ իմպուլս տվեցիր ինձ, որի համար մենք շատ շնորհակալ ենք քեզանից։ Ես շնորհակալ եմ ոչ միայն քեզանից, շնորհակալ քո սիրելի քույրիկից, որը քեզ գուրգուրել է, երեխայի պես պահել է այստեղ, սիրելի Գոհարից, միշտ երեխայի նման է նայել Մարկոսին, պահել, գուրգուրել է և այսօր եկել է, որ քո հետ լինի։ Ես բոլորիս անունից, մեր ժողովրդի անունից, մեծագույն շնորհակալություն հայտնեմ, շատ ապրես մարդիկ։ Ես ուզում եմ նաև շեշտել իհարկե սիրելի տնօրենը թանգարանի ասաց, որ նախարարությունը մեծ գործ է արել։ Ես հատկապես ուզում եմ նախարարին շեշտել, որտեղ նա իրոք ուղղակի նվիրվածությամբ էր ուզում լավ ստացվի այս թանգարանը, շատ էր ուզում, որ լավ ստացվի և համոզում եք, որ շատ լավ ստացվի։ Մնում է, որ իհարկե հետագայում շենքի հարցը լուծվի և այդ հիմքը դրվի նոր թանգարանի, նոր ձևի, նոր մտածելակերպի թանգարանի, որը մենք չենք ունեցել։ Շնորհավոր Մարկոս ջան, ամփոփում եմ։ Վերջի մեկ ամսվա ընթացքում բոլոր մերը, որ ես գրել եմ 40-50 տարի, հիմա վարտիկել է և հանգստանում է։ Եվ նմանապես նիհարել է։ Հավականի նիհարել է։ Երկու կողմից։ Իմ անձնավորությունը բոլորտեղ գիտեք, շատերը գիտեք, որ զանազան երկիրներ ապրելով, զանազան նպատակություն ստանալով, մեր մուլտի մարդը, այսինքն տարբեր ազգերի ապրումները և մտածելակերպը ինձ մեջ մարմնացել։ Կիսով հայ եմ, կիսով պարսի, քառորդով ամերիկացի, իտալացի, այդ բոլորը իմ մարմնի մեջ, իմ հոգու մեջ է և ապրումներս տարբեր ազգերի անդրադարձումը իրենց արվեստը ինձ մեջ արդեն սրսկված է։ Ես չեմ նվիրաբերում, ես բերել եմ, հանձնում եմ ժողովրդին, որ իրենք պահեն, իրենք տեր դառնան և իրենց անեն։ Այդպիսով ես այդ բոլորիդ նման ձեր կողքին կանցնեմ նմանապես նույնը։ Այս թանգարանը պետք է ունենա մեր նոր սկզբունք։ Ես կուզեմ, որ անդամակցությունը յուրաքանչյուր անհատ $10 անդամ լինելու համարկության։
Եվ այդ 10 դոլարով է, որ հանգարանը կարող է իր ծախսը, իր ներկը, իր մեխը, որևիցե մեկ բան, որ պիտուր կարիք կա, կամ թե դասախոս հրավիրելով, դասախոսին վճարել։ Ամեն անգամ նախարարին չդիմել, որ մենք ուզում ենք ներկ առնել կամ մեխ առնել, որ պատիվ լինի ուրեմն այնպիսի թանգարան, որ ունենա իր փոքրիկ բյուջե, բացի որ հենված է ձեզ, դուք տարեկան աջակցություն կանեք, բայց ունենա իր անհատական ծախսի դրամը, որ գործը կան չարում և այդպես ավաչում։ Ես որտև շոկ է կարծում եմ բոլոր դեպքում հետաքված է, որ թանգարանը տեսեք, այսպիսով վերջացում է։ Շնորհավորում եմ ձեզ, որ դերն է, դուք դերն եք թանգարանի։ Հավաքական հիմնականը անգլերեն։
դեմուզելա բուժելի դասարանի իշխան։ Ամին աղայի Որտե թեշտացնեն։ Thank you. Ay Dari. Peki. Thank you.
رفتم شدن ارمنی ایرانی رو درست کردن شاید هم چیزایی در ارمنستان ببینم من توی موقعیت اصلا چه اسپاسی Imаме iškanućine nasao postacen, čenke darucku, a preskrivi na iskutana. Da, baš je paskasta nekim nakane. Ima umutma burada قسمت عمرش قسمت ایران باید باشه و بعد سایر بقیه مجموعه‌ای که من دارم جانم بازم دارید شما خیلی عالیه شاد دارم حتی من اثرها رو جای دیگه دیدم خورد اثرهای ایرانی یا اسلامی رو در ارمنستان خورد این ور اونور بوده اگه اینا همش جمع میشه یه جای موزه بزرگ خودش باشه ولی البته این برای شناسایی بسیار قدم درسته برای شناسایی نه اینکه ایران بلکه اصلا دنیا اکثر موزه ها در ارمنستان یه طرفه است و بیشتر جنس ارمنی دیگه افق نمی‌بینید اون طرفه کسی کار جمع نکرده و شما خودتون ساکن ارمنستان هستید قبلا ساکن ارمنستان فعلا هستم بله نیویورک بس اینجا نبود من تعجب کنم تو گنجینه اینجا نیویورک هم 35 سال ولی مجموعه بسیار مهمی رو که من جمع کردم بابهای قهوه کلمه خیلی عالیه من عاشق اون من پایه‌گذار و اصلا رفتم نقاشاشون رو 35 سال پیش اینا رو آوردم و معرفی کردم و یه نمایشگاه بسیار بزرگی دادم ولی اون مورد ایران و اونجا به نظرم که موزه گلستان بشه اونا رو باید گردون اون کارها اصلا باید بریم متروپولیتن من موفق نشدم اون اثرهای جدید رو نمیپسندید خیلی میخوام بدم اثرهای فرشیان رو من میتونم این جدا فرشجان کارش بسیار شما قدیم میپسندید نه من بهزاد قدیم رو میشناسم بهزاد جدید رو نمی‌پسندم فرشجان فقط تزیین داریم قلم خوبی داره ولی خلاقیت تو کارش نیست خلاقیت نیست یه چیزی که نیست خلاقیت هست ها تمام اصلا کجا و با بحثا میبخشیم من خیلی خیلی از نقاشا رو هم از خودم بود کردم به همین دلیل که حرف این چی هسته؟ یا حضرت یوسف باشه مشخص نه عنوانش مشخصه که کی هستش نه نقاشش نه بلکه دوره قاجار بله نه تیم مذهبی اون یکی حاج اکبر بله بله Já será muito papo. Do direito vai no. Hoje é família. Странным для нас.
ببینیم ایناشو رو و حتی این پرزندوزی ها اینا هم که کتاب از جلد صحنه‌های رستم و افراسیاب و اینا مال خودم مدبر کارهای مذهبی که کارهای Ye pegar. Ye pegar. Mega mitir Mega mesajı. Konstatek. و نقاش هم میرزا یحیی مرداد 1312 این باید چیز باشه قنالی باشه آزاد کاره باشه
خرابه شام اونم مدبر عباس که قهوه چیه که خیلی من زیاد از میشه اون ساخته شده خیلی نماشته خیلی قیمتی باشه قیمتیش چی ارز کنم ولی خیلی یونیکه بله شیرای آبنبار تمام شیر آبنبار ایران یکی دو تاش فرنگی اون سیاهه ولی در ایران همچین مجموعه این برای جالب نیست که شیر آبنبار اهمیت هم نداره اون که اهلش هست من واقعا بفرمایید من قهوه بخوریم گردن بند مدالیون اینا رو که میدونین چیه شما شاید ندونید اینا وقتی ما کسی میخواد حامله میشه میبرن میذارن زیر تختشون از این حرفا یک چیز ملیه حالا چیز برداشت من زرتشتی چیز برداشتی برداشت نه خود مسلمان ایران هم میکنن این کار حتی اینا این خورشیدخانه‌ها که قطعا مال مسلمان چیزی برداشتی خیلی جالب واقعا بی‌نظیره نمایش کنم دستی ها اون چقدر قشنگه دیوان میکنن دست چند سال کردن حضرت حسن و حسین دیگه No problem. واقعا قشنگه من باید یه بار سر فرصت بیم دوره رو بینه رو بزنم این مالی هست اینا میدونی که در خانه اون بارای نزدیک تا 10 تاشو میزدن که بچه هاشون صورت خندان رو اینا به رسمی است در آمریکا حتی تو خونه های مال کجا بوده؟ قصرهایی که بودن و یا رو کندن و تیرها شد دورش هم دوره نور برسید هم گذشته որտեղ նրա արածը ոչ միայն նյութական արժեքներ են, մեզ համար դա այսօր նշանակություն այդ գեղարվեստական գնահատեցին ոչ տեղնախած եւ հարկ եւ ես գտնում եմ որ ինձ գրել եմ ես այդ առաջաբանա պատանեք ամբողջ տողը ամբողջ մորակների բոլորի պատկերներն բոլորի սիրանդանեկան բան է եւ միշտ Երբ չէ ուզեցել եմ մեզ ներկայացնել, անպայման, ճիշտ է արել, և ես ռադիոյի համար, որ խոսեցի և թերթերի համար, որ ատատին ես ինձ է ասում, որտեղ կարևորագույն բան էր այդ սկզբի մասը, որտեղ մենք հայ գաղթակ ընտանիքի, եղերնից սրկված ընտանիքի նկարներն ենք իմանում եք ինչա, ես դեպ կարևոր է Հիմա այս գործերի համար առաջապատում
اینا موقعی که فیلم باز بود اینم قهرمان بحث برداری و شما همه فنری کردید و با این چنین بیشتر باید نشده باشید سالهای 50 است ما سالهای 50 است